2015 թվականին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված մրցույթում Գյումրին հռչակվեց 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք, ներկայացված ծրագրերով հաղթելով մրցույթի մյուս մասնակից քաղաքին՝ Ծաղկաձորին։ Մարտի 31-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի բացման արարողությունը։ Գյումրեցի երիտասարդներին շնորհավորելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, թե տարին բուռն է լինելու Գյումրու երիտասարդության համար։ Վստահ է, որ կանցկացեն մի շարք քննարկումներ, որպեսզի ավելի ամրապնդվի եւ ուժեղանա մեր սերունդը, մեր երիտասարդությունը, ինչու որտեղ դուք եք մեր պատկերը, դուք եք մեր առաջնահերթ, կարելի ասել, մտածմունքը։ Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթն անցկացվում է 2013 թվականից։ Այդ տարում էր, որ Գյումրին հռչակվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք։ Ուստի քաղաքապետն ու մարզպետն իրենց ելույթներում հույս հայտնեցին, որ այս կոչումն ինչ-որ չափով ակտիվություն եւ տեղաշարժ կմտցնի քաղաքում, հատկապես երիտասարդության շրջանում։ Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթում հաղթել է բազմադարյան պատմամշակութային ժառանգության հարուստ մի քաղաք, որ դեռևս լուրջ խնդիրներ ունի տնտեսության վերականգնման, զարգացման, սոցիալական եւ այլ բնագավառներում։ Պարզենալու տեղ ունի Գյումրին։ Գյումրին դա հնամենի քաղաքակրթություն ունեցող քաղաք է, որը նաեւ պարզենցել է երիտասարդներով, իր գիտնականներով, իր սպորտսմեններով։ Տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն, որին հաջորդեց միջոցառման համերգային մասը։